Հարգանքներս իմ հայ ժողովրդին, ժողովուրդ ջան, այսօր ձեր համար պատրաստելու եմ խաշլամա խմորե կճուճների մեջ։ Ինչա մեզ հարկավոր պատրաստելու համար։ Տավարի միս, խոզի միս, բանջարեղեններից կարտոֆիլ, սոխ, բիբար, պամիդոր, սխտոր, կանաչիներից համեմ եւ սամիտ։ Ժողովուրդ ջան, խմորը պատրաստելու համար ալուր, ջուր, յուղ եւ աղ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ամենաառաջինը ինչից ենք սկսում։ Մեզի անհրաժեշտ է, որ խմորը պատրաստենք։ Սկսում ենք պատրաստել խմորը։ Ավելացնում ենք ալուր, ավելացնում ենք ջուր, եւ ավելացնում ենք յուղ։ Եվ ավելացնում ենք 2 թեյ կթալ աղ։ Ժողովուրդ ջան, կմիանանք ձեզի խմորը պատրաստ լինելու ժամանակ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր խմորը արդեն պատրաստ է։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Ինչ ձևի խմոր ենք մենք պատրաստ է։ Պետք է որ անպայման պինդ լինի։ Մեզի պինդ խմոր է պետք որ ստանանք։ Հիմա ես խմորը կթողեմ որ կես ժամ ինքը հանգստանա։ Հիմա պլյոնկով կփակենք։ Հիմա խմորը կթողենք կես ժամ կհանգստանա։ Սկսենք կտրատել տավար եւ խոզի միսը։ Մեզի հարկավոր է որ փոքրիկ կուբիկներ ստանանք։ Հիմա ես ձեզի ցույց կտամ ինչ ենք անելու ժողովուրդ ջան։ Այս ձևի փոքր կուբիկներ է պետք։ Հիմա ես կտրատեմ բոլորը եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, միսը կտրատելուց հետո հիմա ձեզի նորից էլի ցույց տամ, ժողովուրդ ջան, խաշլամեն ես գիտեմ որ մեծ կտորներով են եփում, բայց մեր դեպքում դուք կտենաք ինչ ենք մենք պատրաստելու ու կհամոզվեք որ իրոքից փոքր կտորներ է պետք պատրաստել։ Հիմա մեզ պետք է որ բանջարեղենները կտրատենք, էլի նույն ձևի փոքրիկ կուբիկներ է պետք մենք ստանանք։ Ժողովուրդ ջան, այս ձևի փոքր կուբիկներ է պետք։ Եվ ավելացնում ենք մսի վրա։ Մի հատ էլ ցույց կտամ ժողովուրդ ջան կարտոֆիլը։ Ինչ ձև ենք կտրատում։
Հիմա հաջորդը Ժողովուրդ ջան։ Ցույց տամ բիբարը, նույն ձևի բիբարն է պետք մեզ կտրատել, փոքր կտորներ։ Եվ ավելացնում ենք բիբարը։ Հիմա ցույց տամ ձեզի սոխը, Ժողովուրդ ջան։ Ինչ ձև եմ կտրատելու։ Ժողովուրդ ջան, ավելացնում ենք սխտոր։ Ով որ սխտոր չի սիրում, կարա չավելացնի։ Ժողովուրդ ջան, սխտորը ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է պամիդոր։ Եվ վերջինը։ Ժողովուրդ ջան, ավելացնում ենք կանանչի։ Ժողովուրդ ջան, հիմա ես մնացած կարտոֆիլն ու եւ բիբարը կտրատեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, բանջարեղենները կտրատելուց հետո մեզի անհրաժեշտ է համեմենք։ Ավելացնում ենք աղ, եւ ավելացնում ենք կարմիր պղպեղ։
որ ասում են ինչ խաշլամա ենք եփելու, որ վայ չուտողին ժողովուրդ ջան։ Всё։ Համեմունքները ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է որ ձեռքերով այս ձևի, ոնց որ ես սիրում եմ ժողովուրդ ջան։ Տնավարի պետքա իրան որ լավ խառնենք։ Վայ չտողին արդեն ապետիտնի համ տեսք ունի, համ էլ շատ համեղ հոտ է գալի։ Այսպես լավ խառնեմ ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, հիմա այս ձևի 10 րոպե պետքա մենք իրան թողենք։ Ուրեմն հաջորդ քայլին ես ձեզի կմիանամ, թե ինչ ենք անելու։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր միսը մինչև մարինացվի, մեզի անհրաժեշտ է, խմորը արդեն պատրաստ է։ Հիմա մեզի անհրաժեշտ է, հիմա ես ձեզ ցույց կտամ, ինչ ձևի խմոր ենք պատրաստել։ Ժողովուրդ ջան, նայում եք, իս ձիգ է։ Ինքը այս ձևի ձիգ խմոր է ձեզի պետք, որ ստանաք։ Հիմա մեզ պետք է որ բաժանենք 4-ը մասի։ Անհրաժեշտ է այս ձևի ժողովուրդ ջան, վերցնում եք։ Եվ վերջինը։ Ուրեմն ժողովուրդ ջան, սկսում ենք պատրաստել։ Մինչև գրտնակելը մեզի անհրաժեշտ է մի փոքր մաս, հետո ցույց կտամ ինչի համար է անհրաժեշտ։ Հիմա պետք է որ իրեն գրտնակենք։ Մեզ անհրաժեշտ է որ կլոր ձևի ստանանք ժողովուրդ ջան։ Հիմա ես գրտնակեմ ժողովուրդ ջան եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, գրտնակելուց հետո մեզի անհրաժեշտ է հավաքենք կճուճները։ Հիմա մեր միսը բանջարեղեններով ինչ հավեսին արդեն պրիատնի հոտը գալիս է ժողովուրդ ջան։ Այս ձևի համեղ է մեր մոտ ստացվելու։ Ինչա մեզ անհրաժեշտ։ Ամենաառաջինը վերցնում ենք այս ձևի։ Ու չենք մոռանում ժողովուրդ ջան, որ պետք է անպայման հավեսով անենք։ Մի քիչ էլ այսպես բիբարով։ Բավական է։
Ուրեմն ժողովուրդ ջան, ավելացնելուց հետո վերցնում ենք խմորը այզեի, ոնց են պիգմենին հավաքում։ Ու այզեի ժողովուրդ ջան, նայում եք, ինձ սիրուն արդեն տեսք ենք ստացա։ Հիմա ես մի հատ էլ ձեր համար կպատրաստեմ, որ ձեզի տեսնեք ինչ ձևի գեղեցիկ է ստացվում։ Մի քիչ պետք է որ գրտնակենք։ Նույն ձևի ավելացնում ենք այս ձևի միսը ու բանջարեղենները։ Նայում եք, ժողովուրդ ջան, ինչ հավվեսին կտորներ է։ Վայ չուտողին ժողովուրդ ջան։ Ու էլի նույն ձևի ժողովուրդ ջան, վերցնում ենք, հիմա մի քիչ այսինքն շերտ։ Հիմա սավել մասը կարելի է կտրատել, մեզի անհրաժեշտ է։ Ժողովուրդ ջան։ Հիմա ես բոլորը հավաքեմ այս ձևի ժողովուրդ ջան։ Եվ ձեզի միանալ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, բոլորը պատրաստելուց հետո մեզի հարկավոր է, որ իրան ձևավորենք։ Վերցնում ենք ձու, տնավարի ամենակարևորը ժողովուրդ ջան։ Ձուն քսելուց հետո ժողովուրդ ջան, վերցնում ենք, սկսում ենք ձևավորել։ Եվ կճուճները արդեն պատրաստ են։ Հիմա նույն ձև էլի քսում ենք ձուն, ձուն քսելուց հետո, ժողովուրդ ջան, ուրեմն ջեռոցը մենք զառանի արդեն 180 աստիճան միացրել ենք վերև ներքև։ Պետք է եփվի 50-ից 55 րոպե։ Ուրեմն ես այս մնացածն էլ սիրուն հավաքեմ ժողովուրդ ջան ու ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունները արդեն պատրաստ են։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք մոտիկից ցույց կտա, թե ինչ ձևի գեղեցիկ տեսք ենք ստացել։ Ուրեմն ժողովուրդ ջան, ձեզի կմիանանք եփվելուց հետո։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, եկավ իմ ամենասիրած պահը։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք մոտիկից ցույց կտա մեր վերջնական տեսքը, թե ինչ ձևի տեսք ենք ստացել։ Ու ժողովուրդ ջան, հիմա մենք կփորձենք ու կտեսնենք ինչ ձևա մեր մոտ ստացվել։ Ամենաառաջինը այս ձևից, այս տնավարի պետք է որ իրան կտրատենք։ Լստե նայեք ժողովուրդ ջան, այսինքն սիրուն, լստե նայեք։ Բա ոնց էսի մարդ չսարքի ու չուտի ժողովուրդ ջան։ Այն որ ասում են վայ չուտողին։ Հիմա ինչա մեզ պետք ամենաառաջինը անենք։ Վերցնում ենք կարագ, այսինքն հավեսին։
Այս հենց ավելացնում ենք։ Ու ժողովուրդ ջան, յան այս էս փակում ենք։ Մի քանի րոպե թողում ենք, որ ինքը ավելի լավ կարագործողությունը անի։ Հիմա մենք կփորձենք այս իմ սարքած համեղությունը լրիվ վերջնա։ Նայ մեկ ժողովուրդ ջան, կարագը ինքը իր գործը անում է։ Հիմա այս էս մի հատ տնավարի, այսպես լստե նայեք, ոնց է էփե։ Հավվեսին էփել է ժողովուրդ ջան։ Հիմա լավ, կփորձենք ու ձեր հետ կլնեմ շատ անկեղծ։ Վախ, լրիվ վերջնա ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, առանց ջրի ինքը մի գրամ ջուր ես չեմ ավելացրել, նայեք։ Իա մսով, իա կարտոշկով ու սոխի ջրով պամիդորը ինքը ինչ հավեսին էփել է։ Այս հենց սիրուն տնավարի ժողովուրդ ջան վերցնում ենք, այս հենց։ Շատ համեղ է ստացել ժողովուրդ ջան։ Հենց որ փորձեք, կարակ ձեր փորձեք ու ձեր հյուրերին զարմացնեք։ Էլի եմ կրկնում, այս իմ ամենասիրած պարն է, որ այս հենց ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք։